տարածաշրջան էր եկել ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը, Այն որ 65756 անգամ ասել են, որ տրվել է Միջանցք, սա այդ Միջանցքի մասին, հա։ հայ-ամերիկյան հարաբերությունները բաղկացուցիչն են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների։ Սա լուրջ խնդիր է։ Ադրբեջանը բազմապրոֆիլ, բազմավոլորտ համագործակցության վերաբերյալ ռազմավարական փաստաթուղթ ստորագրել Միացյալ Նահանգների հետ։ Կա Իրանի հարց, պարոն Մարուկյան, իսկ Իրանի հարցում Ադրբեջանը ունի առանցքային դերակատարություն։ Եվ ինչ որ խնդիր առաջանա այս կապուղու հետ կապված, Ադրբեջանը այդտեղ կարա ուժ կիրառի։ Որ ասում են եկեղեցին ձուլել է ուղղափառ բառավելացնելով։ Նախ հիմարություն է։ Այն նախնական ասված թեզերը բավականին տրանսֆորմացվել են։ Արդեն համեմատում է Ալ-Կաիդայի հետ։ Ոնց որ բոլշևիկների ժամանակ են հետապնդվել, հենց այն ասենք հիմա են հետապնդվում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ուզում է մատ եկեղեցի, որ ինքը ինչ անի, իրանք սուս մնան։ Սուս մնան իրական Հայաստանի, ասենք, թեզերը ջատագովեն։ Բրավո։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր հրաշալի եւ կարեւոր աշխատանքը։ Իսկապես շատ կարեւոր թեմա կա քննարկելու։ Տարածաշրջան էր եկել ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը, շրջանցելով Վրաստանը, սկզբում Երևան, հետո Բաքու, հանդիպումներ երկու երկրների առաջնորդների հետ, ստորագրված փաստաթղթեր, հայտարարություններ, սկանդալային, կուրիոզային միջադեպեր, թերևս ամենամեծ կուրիոզային էր, որ փոխնախագահը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, տեքստ նկարով հրապարակեց, հետո մեկնելուց հետո կամ ընթացքում նկարը անհետացավ իր էջից եւ հետևեց ինչ-որ անհասկանալի, անորոշ մեկնաբանություն, ցրողական, հասկանալի է։ Ոչ մեկ սոլ երեխա չի հասկանում, թե ինչ կատարվեց։ Հետո նույնիսկ այսօր տեսա, որ ամերիկյան մամուլը չի դադարում չհետաքրքրվել այս թեմայով եւ New York Times-ը նորից անդրադարձել էր այս փոխնախագահի այս վարքագծին, որտեղ ամերիկյան քաղաքական դաշտում էլ քննարկման չասեմ լայն, բայց քննարկման առարկա դարձավ Նենսի Փելոսին սուր քննադատության բազմաթիվ սենատորներ եւ կոնգրեսմեններ, բայց ինչևից է այնուամենայնիվ կան որոշակի ընկալումներ եւ ես կուզեմ շատ շեշտը դնենք Հայաստանի ներքին ընկալումների վրա, որտեվ իսկապես նորից տիրապետող են այդ երկու ծայրահեղական մոտեցումները մի կողմից, որ Հայաստանը վերջնականապես փոխում է իր աշխարհաքաղաքական օրիենտացիան եւ հիմա Հայաստանի ռազմավարական դաշնակիցը պետք է լինի Միացյալ Նահանգները, ի վերջո ազատագրվեցինք ռուսներից եւ մյուս կողմից էլ Ամերիկայի հետ ցանկացած շփում այլ ուժեր դիտարկում են որպես դեպի աղետը տանող պարտադիր ճանապարհ, այսինքն հայ-ամերիկյան ցանկացած շփում, երկու մոտեցումներն ծայրահեղական են, բայց ես էլ իմ մոտեցում ունեմ, չգիտեմ դուք համաձայն կլինեք թե չէ, այնուամենայնիվ այս կեցվածքը, այս դիրքը, որ ունի Հայաստանը, այս ճանապարհը, որ ընտրել է Հայաստանը, Հայաստանին ոնց որ թե լավ տեղ չի տանելու։ Օրինակ կհիմնավորես թե ինչու, որտեվ շատ է որ շատ կան կարծիքներ, որ Հայաստանին սա լավ տեղ չի տանելու, հիմա դու ասում ես նման բան, հիմնավորիր։ Հիմա գանք մտահոգություններին։ Եվ մտահոգությունները ունեն հիմնավորումներ։ Նախ առաջին մտահոգությունը, որ իսկապես հայ արմատատենչները, ես այս արմատամետ չեմ անվանում, այն մարդիկ, ովքեր ռուսաֆոբ են, ուզում են ամենքերպ անկախանան ճակերտների մեջ Ռուսաստանը, չափազանցնում են այս հայ-ամերիկյան հարաբերությունները, չափազանցնում են ինչպես Միացյալ Նահանգների արդի հենց այս պայի այս ռոպեական ներկայությունը տարածաշրջանում եւ չափազանցնում են ընդհանրապես Հայաստանի նշանակությունը Միացյալ Նահանգների համար, որովհետեւ մեր դիտարկումներով տարածաշրջանում Միացյալ Նահանգների համար Հայաստանը չի, որ առաջին ջութակի դեր է խաղում, առաջին ջութակի դերը ստանձնել է Ադրբեջանը եւ Ադրբեջանը շատ ավելի մեծ կարեւորություն ունի Վաշինգտոնի համար եւ Այստեղ Պետրոսը կասեր մի րոպե, պարտված երկիրը ոնց կարա առաջին ջութակի եթեր տանի։ Եթե այդ հարցը կտարկես, բայց բարձր եթեր չի հravirում մեզ, բայց ասա տենց։ Պարտվածը ինքն է։ Պարտված չի Հայաստանը։ Հայաստանը պարտվել է պատերազմում, բայց մենք չենք կարող մենք հավերժ գանք պարտված ու ամեն ինչ, ամեն մտածողության ցանկացած բան ճյուղավորենք դրանից, չի լինի տենց։
Հա, պարզվել ենք հասկացանք, եկեք մա թրեք մեջքից, չգիտեմ, հավալ եկեք խաղանք, էջ միլիսա եկեք խաղանք, գնաց եկեք խփեք։ Պարզվել ենք։ Բայց մեր քաղաքականությունը պետք է կառուցենք, թե չէ, այստեղ վտանգը որն է, որ մենք չգերագնահատենք հայ-ամերիկյան համագործակցությունը եւ հասկանանք, որ առաջին ջութակը Ադրբեջանն է, անկախ պարտվել է թե չէ, Հայաստանը եւ ոնց որ թե հայ-ամերիկյան հարաբերությունները ավելի շուտ ոչ թե առանձին են Ամերիկա-Ադրբեջան հարաբերություններից, հայ-ամերիկյան հարաբերությունները բաղկացուցիչն են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների։ Սա լուրջ խնդիր է։ Մի րոպե, շատ երբևէ դրան բանն եմ ավելացնել։ Այսինքն դու ավարտեցիր։ Այս կետով հա ուրիշ կետեր էլ կան։ Այսինքն դու պնդում ես, որ Միացյալ Նահանգները Ադրբեջան հարաբերություններից կծված, հա, ենթա ինչ որ մի հատված է։ Մենք այստեղ հավելված ենք։ Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերությունները, դա ես ուզում ասեմ։ Հավելվածի դերակատարություն ունենք։ Եթե փոխվում ենք Ռուսաստանից, դառնում ենք Ադրբեջանի հավելվածը։ Լավ, ես իմ մասով ասեմ, նայ։ Իրականում պատմական այցելություն էր, աննախադեպ, որովհետև առաջին անգամ Միացյալ Նահանգների փոխնախագահ է այցելել Հայաստանի Հանրապետություն։ Տարածաշրջան ամենաբարձր այցը, որ եղել է Միացյալ Նահանգների կողմից, դա նախագահ Բուշի այցն էր 2005 թվականին Վրաստան, Վարդերի հեղափոխությունից հետո։ 2008 թվականին եղավ Ռուսաստանի հարձակումը Վրաստանի վրա եւ այդ նախագահական այցը չփրկեց Վրաստանին այդ իմաստով։ Գնանք, բայց այդ ձևակերպումը կոռեկտ չէր։ Որ իմաստով։ Վրաստանը հարձակվեց Ցխինվալի վրա, հետո նոր հաջորդեց Ռուսաստանի։ Հասկացանք, բայց Ցխինվալին դե յուրե համարվում է Վրաստանի տարածք։ Կարամարվի իր ներսում։ Կրակը իրանք են բացել։ Ամեն դեպքում, բայց Ռուսաստանի հարձակումը եղավ եւ արձագանք Միացյալ Նահանգների այնպեսին ինչպեսին որ Սաակաշվիլին սպասում էր, չեղավ։ Եղավ արձագանք, որ կռիվը կանգնի բան եւ այլն, բայց չեղավ այն արձագանքը, որ իրանք մտածում են, որ իբր Ամերիկան գալու է իրանց կողմից կռվի։ Անցնենք առաջ։ Մյուս հանգամանքը ունեցել ենք մենք Դիկ Չեյնի ԱՄՆ փոխնախագահի այցելություն Բաքու, այսինքն տարածաշրջանի երկու երկրներն է ըստ ամերիկյան ուշադրության ներքո եղել են, բայց ոչ Հայաստանը։ Եվ Հայաստանի պարագայում սա բացառիկ էր։ Մյուս հանգամանքը, որ էլի կարելի է կրեդիտ տալ էլի այդ իմաստով, որ մենք նախապես գիտեինք այն ինչ որ պետք է ստորագրվի, միակ բանը որ չգիտեինք, խոսքը գնում է 1 2 3 համաձայնագրի մասին, որից հետո Միացյալ Նահանգները թույլ է տալիս, որ խաղաղ միջուկային ոլորտում համագործակցություն լինի եւ ինչ որ ընկերություններ կարող են արդեն Հայաստանում ինչ որ գործ անել։ Խոսքը գնում է Միացյալ Նահանգների ընկերությունների մասին։ Եվ միակ բանը որ չգիտեինք, այդ 11 միլիոն դոլարի գնումն էր, այդ VBET դրոնների, որը շատ լավ է, ասենք ես ընդհանրապես խնդիր չունեմ, որևէ լավ բան, ասեմ, լավ բան է։ Ես նայեցի 700,000-ից 1 միլիոն դոլար է գինը, ու կարող է 10 հատ կամ 11 հատ առել ենք, չգիտեմ, կամ 12 հատ կամ 13 հատ, թիվը չկա դրոնների մասով, եւ նաեւ այն որ գոնե ինչ որ մի մակարդակում երկու կողմներ հաստատեցին, որ Բաքվում պահվող գերիների հարցը վերջապես բարձրացվել է։ Եվ ինքն էլ օթանավականում ասեց, որ հա խոսելու եմ Ալիևի հետ, այդ հարցով խոսելու եմ։ Այսինքն, էս ունենք մենք։ Ես ուզում եմ նայեմ Ադրբեջանի կողմից։ Ինչ ունի Ադրբեջանը։ Ադրբեջանը բազմա պրոֆիլ, բազմա ոլորտ համագործակցության վերաբերյալ ռազմավարական փաստաթուղթ ստորագրել Միացյալ Նահանգների հետ։ Այստեղ ամենամտահոգիչ բանը ինձ այն է, որ իրանք էներգետիկ ոլորտում կան համագործակցեն, խաղաղ միջուկային ատոմային էներգետիկայի ոլորտում կան համագործակցեն, դե մի հազար ոլորտ կա, AI-ի ոլորտ, բան այնպես գրված է թվարկումը, բայց հանենք ես խարճան, բայց այն որ ինձ մտահոգում է, ես քեզ ասեմ որն է։ Ուրեմն ասվում է, որ ռեգիոնալ կապուղիների վերաբերյալ որտեղ նրանք համադրում են էներգարեսուրսներ, առևտուր եւ տրանզիտը, ասում է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին պետք է աջակցի, զարգացնի տրանսկասպյան տրանսպորտ կորիդորը, middle corridor։ Փագծերի մեջ։ Այս այն կորիդորն է, որի մասին երկար անդադար Էրդողանը եւ մյուսները խոսել են։ Շարունակում ենք, գալիս է ասում է they acknowledge the importance of the Trump route for international peace and prosperity։ Ասում են նրանք գնահատեցին բանը acknowledge, այսինքն կարևորություն տվել, կարևորությունը Թրամփի, հա,
այդ ճանապարհը որը ասում է, ուստի խմն է դրքի հետևելն է։ Ու շարունակում as a multi-modal connectivity project that will provide որպես multi-modal, հա, չգիտեմ ոնց թարգմանեմ, ծրագիր, կապուղի, որը պետք է տրամադրի unimpeded connectivity between the main part of the Republic of Azerbaijan and its Nakhichevan Autonomous Republic. Անխոչնդոտ հաղորդակցություն Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև with reciprocal, այսինքն փոխադարձ առավելություններով, այն ինչ որ գրված է, մենք խոսել ենք օգոստոսի 7-ի փաստաթղթում, for the countries involved, այն երկրների համար, որոնք ներգրաված են։ Հայաստան բարձ կա։ Այսինքն այդ trip-ը Trump Route for International Peace and Prosperity անցնում է Հայաստանի միջով, Սյունիքի մարզով։ Եվ Հայաստանի Հանրապետության անունը չկա։ Սիրելի, այսինքն գնահատականը ճիշտ է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները եւ ընդհանրապես Հայաստանը հավելվածն է, ավելի մեծ, ավելի նշանակալի Ամերիկա-Ադրբեջան հարաբերությունների։ Չէ, ստեղ մատ ուրիշ է ֆունդամենտալ բանկը կարպիսը, որը հետեւյալն է։ Այսինքն trip-ը դառնում է Ամերիկայի կողմից Ադրբեջանի համար երաշխավորվող կապուղի։ Այսինքն Ամերիկան երաշխավորում է Ադրբեջանին, որ ինքը այս կապուղին ունի, ու Հայաստան անունը ըստ չի շոշափվում։ Այս Ադրբեջանի ու Ամերիկայի միջև ստորագրված փաստաթղթում։ Մեր հետ ստորագրածներում, բնականաբար դե մեր հետ է ստորագրված, դա կա։ Պատկերացնենք վաղը մյուս օր ամերիկյան քաղաքականությունը փոխվում է կարպիս, եւ ինչ որ խնդիր առաջանա այս կապուղու հետ կապված, Ադրբեջանը տեղ կարա ուժը կիրառի։ Ասի սա պետք է լիներ եւ այս փաստաթղթերը ստորագրված են։ Որքանով որ հիշում եմ, Շուշիի հռչակագրում էլ Էրդողանի եւ Ալիևի միջև ստորագրված, այնտեղ է Զանգեզուրի միջանցքով ագրված։ Եվ մենք սա ըստ էության ունենք այն, որ մենք արձանագրում ենք, որ այն որ 65756 անգամ ասել ենք, որ տրվել է միջանցք, սա այդ միջանցքի մասին է։ Թե ինչ է Հայաստանը դրա դիմաց ստանում, բացարձակապես անհասկանալի է։ Այդ միլիարդավոր, դու տես նկատես ասում են միլիարդավոր ներդրումներ, հա 42 կիլոմետր ճանապարհի վրա, միլիարդավոր ներդրումներ չի կարելի ժողովուրդ ջան։ Այսինքն այդ ճանապարհով ընդ որում այնտեղ նաև ստե նշված է կարպիսը, թե մոռացա ասեմ, որ հանքանյութեր, բաներ, տես պետքա անց գնա գա հաս եւ այլն եւ ինչ է ստանալու Հայաստանը սրանից մի կորպորացիայում, որտեղ 26% ենք մենք եւ չգիտեմ ովքեր 74%։ Իսկապես հետաքրքիր է թե փոքր տարածքում նույնիսկ ամբողջ Հայաստանի համար երբ որ ասում են միլիարդավոր ներդրումներ, միլիարդ դոլարը բերանով են ասում։ Խառնվում է միլիարդավոր ներդրումները գա միլիարդ խառնվում է իրար, չես հասկանում թե դա։ Ու երկրորդ տպավորությունը կա, կներես, որ արես միլիարդավոր ներդրումները գալիս են, այս կարպիսն այդ մոնը ուրախ չեն։ Չեք պատկերացնի ինչքան ուրախ կլեն, որ միլիարդավոր ներդրումները գան, բայց մենք մեր երկիրը չկորցնենք, էլի։ Մենք մեր երկիրը պահելով թող միլիարդավոր ներդրումները գան, ով է դրան դեմ, ով կարա դրան դեմ լինի։ Ես ակամայից հիշել եմ այս երկու օրը իմ ելույթը Միացյալ Նահանգների կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամական խմբի այցի ժամանակ, որտեղ ելույթում ասում եմ, որ վակուում կա եւ մենք կարիք ունենք ավելի շատ Ամերիկայի Հայաստանում։ Այսինքն այդ վակուումը կարա Ամերիկան լցնի։ Դա 2017 թվականն է։ Ես հիշում եմ նաև քննադատում էին ռուսամետները ինձ բան սենց։ Հասկանում ես։ Մենք միշտ դրա կողմնակից եղել ենք։ Բայց լապատկերացրու վիճակ այն ժամանակ, չէ՞, ու հիմա, որ մենք ոչ մի բանի դիմաց տվել ենք միջանցք, ոչ մի բանի դիմաց։ Ու կամ ասենք իշխանության վերընտրվելու։ Դե հստակ էր, որ J.D. Vance-ի ներկայությամբ նա իր խոսքում ցույց էր տալի, որ մենք աջակցում ենք Փաշինյանին, դիմաց ընտրություններ, ապա այդ սոուսը բարձր չէ, բոլորը հասկանում են։ Եվ պատկերացրու նաև 50 եվրոպական պատվիրակություն է գալու մայիսի 4-ին եվրոպական քաղաքական համայնք։ Այսինքն նա ունի հստակ տոտալ ամբողջական աջակցություն այն առաջնորդության, որպեսի ապահովի այս խարցիայի դրույթների իրականացումը։ Եվ դեր ասացինի ավելացնեմ, ինչպես տեսնում ենք, ինչպես եվրոպական առաջնորդները, նաև արդեն Հայաստանում էլ տեսանք ցիցեռնակաբրդի բարձունքում, որ Ամերիկայի առաջնորդները չեն ուզում նեղացնել Ալիևին։ Եվ դա մեր ասածը ապացուցում է, եւ այդ գրառումը հեռացնելը մեծ հաշվով եւ հենց դրա հետ էլ Ալիևի համար թե Թուրքիայի կարծիք, որտեղ նա տարբեր կարծիքներ կան, որ իբր մեր կողմն է ասել, որ բանան են, հեռացնեն։ Կարծիքներ կան, որ թուրքական
կողմն է ասել, որ հեռացնեն, կարծիքներ կան, որ Թրամփի ադմինիստրացիայից են ասել, որ հեռացնեն, որովհետև Թրամփի քաղաքականությունը այն էր, որ կոնկրետ ցեղասպանություն բառը իրենք չօգտագործեն։ Սա հանրապետականների գծի մեջ է դա։ Հա, հանրապետականների գծի մեջ է ու Վենսը այդ գծից դուրս Twitter արել։ Ну, կամ իր մամուլի քարտը։ Ես չեմ կարծում, որ Թուրքիայից կամ Ադրբեջանից ինչ որ մի բան ասել, աշխատակազմից են այնուամենայնիվ հուշել, իմ կարծիքով Թրամփի աշխատակազմից են հուշել, բայց դա ինչի համար են հուշել, որ հանկարծ դրանց չնեղացնեն Ալիևին։ Ու ինձ թվում է Ալիևը հիմա շատ ավելի կարևոր է, քան թե Թուրքիան, որովհետև կա Իրանի հարց, պարոն Մարուկյան, իսկ Իրանի հարցում Ադրբեջանը ունի առանցքային դերակատարություն։ Օրինակ դու ինչ ես կարծում, այս այցի շրջանակներում Իրանի հետ կապված որոշակի ճշգրտումներ եղել են թե ոչ։ Հայաստանում եւ Ադրբեջանում, օրինակ եթե Իրանին հարված են, դուք ինչ դիրքորոշում եք ունենալու եւ այլն եւ այլն։ Գիտեք, ես չեմ մտածում, որ որևէ կերպ այդ հարցին չեն առանջվել։ Վստահաբար Վստահաբար չեն կարող չառանջվել, որովհետև Իրանը հարավում է իր ծանր շնչառությամբ, իր ծխացող թմբիրով, որ ամեն բան կարող է պայթել, ինչպես կարող է գալ հասնել մի քանի 100 կիլոմետր վերև ու չանադառնալ այդ մեծ խնդրին, որը կա։ Եթե ուշադիր ես եղել, նախագահականում բրիֆինգի ժամանակ ամերիկյան լրագրողները Վենսին Իրանի մասին էին հարցրել։ Ինչ Հայաստան, ինչ Իրանի մասին էր հարցը։ Մոլորակի top 3 հարցերից մեկն է այս պահի դրությամբ Իրանի հարցը եւ գալ հասնել այս հյուսիսային էկո հարևաններից ու չխոսալ դրա մասին, հատկապես որ մենք տեսնում ենք անվտանգային ճարտարապետություն կառուցվող Վաշինգտոնի կողմից նաեւ Իրանի դեմ տարածաշրջանում։ Կարծես մենք չպետք է կանգնենք դեմոկրատիայի ժողովրդավարության մարդու իրավունքների կողքին եւ լինենք արևմուտքի հետ հակաիրանական կոալիցիայի առումով։ Գիտեք, պարոն Մարուկյան, ես ես պրոստը դուք այդ հարցով ես հասկանում ձեռը կա։ Չէ, ձեռ չեմ առնում, մարդիկ կան այդ հարցը բանանան, քիչ է։ Բայց նկեր կուսեմ մարդու իրավունքների ջատագով ենք, ճիշտ է։ Արժեքային պատկանելությունը եւ աշխարհակաղակական օրիենտացիան եւ շահերը տարբեր բաներ են։ Դեմոկրատիան քո ներքին կյանքի համար պետք է լինի, որ դու քո ներսում ապրես մարդու պես, այլ ոչ թե վայրենի կապիկի պես քաղաքացիներից սպանես, ծեծես, չթողես ազատ խոսեն։ Քո ներսում, բայց դու չպետք է քո փոքր հալով պատրաստակամություն հայտնես նահատակվելու հանուն համաշխարհային դեմոկրատիայի։ Քո համար կարևորը քո երկիրն է, այսինքն հանուն քո պետության շահերի դու պետք է համագործակցես եւ, չգիտեմ, ամենածայրահեղ տոտալիտար ռեժիմների հետ եւ ավտորիտարների հետ եւ այլ դեմոկրատական ուժերի հետ եւ ասվածի ապացույցներից Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան, Միացյալ Նահանգների դաշնակիցները, Հյուսիսային Կորեայի անունն է հելել, կամ Ֆրանսիայի աֆրիկյան դաշնակիցներին նայեք, Հյուսիսային Կորեայից ավելի բետար բանը մարտակերներ կան այնտեղ, բայց դրանց մասին ոչ մի չի խոսում, Հյուսիսային Կորեայի Իրանի մասին են մենակ խոսում։ Զուս բլրում են։ Հա, այսինքն այդպես բան քաղաքականության մեջ չկա եւ առնվազն հիմարություն կլինի անուն արժեքների, ինքդ քեզ զոհաբերես այդ միջազգային հարաբերությունները, այդպես բան չկա։ Շատ լավ, ես նաև ուզում եմ ասել, որ տեղի ունեցավ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պատվիրակության այցը Վաշինգտոն։ Եվ մի բան ասեմ, ընդհանրապես մեր գործը չի թե Իրանում ինչ ռեժիմ կլինի։ Շահի ռեժիմը կլինի, Հայաստանը պետք է շահի ռեժիմի հետ աշխատի, այաթոլաները կլինեն այաթոլաների հետ, դեմոկրատիա կլինի ավելի լավ։ Չգիտեմ, մեր գործը չի դա, մենք պետք է սթրվենք ուտեղ չերևանք ընդհանրապես, բայց այդ կարևոր մտահոգությունը դուք եք հայտնել նախորդ եթերում քննարկեցինք, որ Իրանի հետ ոնց որ թե մենք մեր խողովակը փակել կամ կիսափակել ենք։ Դա արդեն խնդրեմ է։ Մենք Telegram-յան ալի կա քսիրի, որտեղ տենց քննադատություն կա արդեն Հայաստանի հասցեին, որ ոնց որ թե բան է կանում։ Դե դեսպանը քննադատել էր, հետո տեսար, որ ինչ որ մարդկանց բերման ենթարկեցին ցուցարարների բան դեսպանատան արչև, բայց ուզում եի շարունակեմ Նետանյահուի այցը Վաշինգտոն շատ կարևոր է կարծում եմ, որովհետև Միացյալ Նահանգների ռազմածովային մի ամբողջ ներուժ բերվել է առաջին կարգի պատրաստակամության եւ գտնվում է տարածաշրջանում, սա այն դեպքում, որ բանակցությունները եթե լավ չընթանան, այդ վտանգը կա, որ կարող է լինել հարված։ Հավելող բան ասեմ։ Այո։ Այդ նույն ընթացքում Եվրամիությունից բավականին մեղմ եւ կառուցողական կոչեր են հնչում դեպի Մոսկվա։ Մակրոնը, այո, Եվրոմիссիոնալ լիդերներ նույնպես ասում են պետք է Պուտինի հետ խոսել։
Եվ դա շատ կարևոր է այս ամենի համատեքստում, եւ սա չենք կարող մենք ընդհանրապես չանտեսել։ Եվ դա իդեպ մենք կանխատեսել ենք, Մենք կանխատեսել որ ամերիկյան այս դիրքավորումը աշխարհում հանգեցնելու է Եվրոպա, Ռուսաստան որոշակի մերձեցման։ Նախ երկխոս չափազանցնենք հələ որ Եվրոպացի ասում են ոնց եղավ որ դուք ձեզ կարելի է խոսալ Պուտինի հետ, մեզ չի կարելի։ Դե գնանք մենք էլ խոսանք, բայց մենք գազը փակենք, չգիտեմ եւ այլն։ Այդ ամենը չի կարող չանադառնալ այստեղ այս տարածաշրջանի վրա։ Հիմա այդ համատեքստում ես կարծում եմ, որ դեռևս բանակցությունները կընթանան, որտեղ Թրամփը գրել էր, որ բանակցությունները Նեթանյահուի հետ ավարտվել են, ոչ մի հատուկ ինչ որ եզրահանգման չենք եկել, բայց ես ասել եմ, որ ես նախապատվությունը տալու եմ գործարքին եւ ոչ թե հարված հասցնելուն, ընդհանրապես միտքը դա էր, եւ պետքա շարունակել խոսալ, տեսնել ինչ դուրս կգա։ Եվ այնտեղ նշում է, որ անցած անգամ իրենք չուզեցան գործարքի գնան, որից հետո տեղ ունեցավ մեր հարվածը, դա իրանց համար շատ վատ էր, բանտես Թրամփը այդ բանան, այսինքն Թրամփի ոչնա զորքը բերելա կանգնացրել ու այս կողմից բանակցում է։ Այնց երկու բանով Իրանի կողմից էլ դիրքորոշումը բավականին մեղմացել է, այաթոլլաների ռեժիմը երկրի ներսում է շատ փափկել, շատ լուրջ վտանգ են զգում, սպառնալիքը կախվել է իրենց վրա, բայց նաև այս զսպվածությանը զուգահեռ իրենց մոտ նկատվում է հաստատակամություն անհրաժեշտության դեպքում մխրճվել այդ արյան ծովի մեջ եւ դա վտանգավոր է։ Դե որովհետեւ այդ իշխանության համար ուրիշ այլ ընտրանք չկա, ասենք, որտեղ այնտեղ խաղաղ այդ process-ից որտեղ նաև հասկացանք, որ բանը շիա այաթոլլաներ են, չգիտեմ, ինչեր են, բայց նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը չի, էլի, բայց ռացիոնալ են, վտանգը հասկանում են, թե ինչ մեծ Python-ի կարաբերի եւ իսկապես մեղմացել են առողջին արդեն մի քիչ այլ լեզվով է խոսում, չնայած առողջին միշտ զսպված է եղել արտգործնախարարի մասին է խոսքը, բայց նաեւ մենք տեսնում ենք այդ հաստատակամությունը, որ եթե պետք եղավ, եթե այլևս այլընտրանք չկա, շոտ, բանը արյան գետեր հոսեն։ Դա արյան գետեր ասում են որ հոսել են, բայց քեզ ուրիշ բան ասեմ։ Այս դեկտեմբերի հունվարի ցույցերի բանի առումով եմ ասում, բայց պատկերացնենք իրանք ասում են լավ դե խաղաղ եկեք իշխանապահություն անենք։ Այնտեղ հնարավոր չի խաղաղ իշխանապահություն։ Իշխանապահության արդյունքը այնտեղ սկսվելու են ընդհանրապես Հայաստանի նման չի լինելու իշխանապահություն, ուզում եմ ասեմ, էլի։ Աշխարհի որևէ կետում չեմ պատկերացնում ինչ է։ Աշխարհի որևէ կետում ամերիկյան միջամտությամբ իշխանապահություն չպետք է լինի։ Դեմոկրատիան այդպես չի տարածվում, այդպես երկրները կազմաքանդվում են։ Իրաքը ընտիր դեմոկրատական երկիր է, ինչ խոսք։ Ես նաև տեսա որ Իրանում այրել են Բահալ սատանեական աստվածի արձանը ընդդեմ Էփշտեյնի ակղզում այդ պաշտամունքի դեպքերի բացահայտման։ Այդ Էփշտեյնի փաստաթղթերը մենակ ես ու դուք չկային, Պուտինն ու մեկը այաթոլլա Խամեյնին։ Հա ինձ ով հարցնում ասում ոնց է ասում եմ որ Էփշտեյնի թղթերում չկամ, ինձ թվում արդեն լավ է։ Վերջը գնանք առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ ուրախ հարցազրույց տվեց J.D. Vance-ի IT առիթով կարծում եմ, որ տենց ամեն ինչ լավ է, սա ցենտրը բան, եւ բնականաբար լրագրողը հարցերը տալիս էր իր ուզած հարցերը եւ հարցերից մեկն այն էր, որ ինչ է տեղի ունենում վերջին հաշվով կաթողիկոսի դեմ պայքարի հարցը եւ նա ասաց, որ գիտեք, չի աշխարհում կա ծայրահեղական իսլամիզմ եւ կա կոռեկտ չնչի ասում այս հայմատությունը, դա էլ ասենք որ ասել է, բայց ասում է, էսել ասում է տարբեր պատարակների ժամանակ քաղաքականություն են քարոզում, 21 թվին հրաժարականս ուզեցին, հետո Սրբազանը արշավը եղավ, Բագրատ Սրբազանի, բան, այսինքն ինքը հստակ է հաստատություն արձանագրում է, որ ինքը վրեժ է լուծում, A, B, ինքը ուզում է որ այլևս չլինի ձևի եկեղեցի, հստակ ասում է, որ ամեն ինչ անենք որ չլինի, ինչքան ժամանակ պետք է ես կպայքարեմ, ասում է որ դա չլինի։ Եվ այնտեղ ասում է փողեր ա գալի եկեղեցու միջոցով, բան մենք դա դեռ ճշտում ենք, չէ՞ բաներ, բայց ինձ ասենց ականջս ծակեց բանը, էլի որ ասում են ծայրահեղ իսլամիզմի, այսինքն մեր եկեղեցուն ինքը համեմատեց ծայրահեղ իսլամիզմի հետ։ Ինչ ես մտածում եմ որ միջազգային հյուրերը բան որ գալիս են ԵՄԴ սպաններ, բան ասում են, պարոն վարչապետ, ինչ եկելի կաթողիկոսի հետ, ասեք, սրբազանները կալանավոր է, բան, ասում են, ժողովուրդ ջան, ձեր եկնեմ չկա ծայրահեղ իսլամիզմ, ասում են, դե հա կա բան, ասում են, դուք ինչ եք անում, բռնում եք բանը, չէ՞, դե ասում են, ստեղել էս էլ ծայրահեղ բանն է, քրիստոնեիզմն է, ինչ ասում, չգիտեմ, ինչ ասում։ Ծայրահեղական իսլամը հաճախ բնորոշում են ֆունդամենտալիզմ եզրույթով, արմատականություն։ Եվ հիմա այդ տերմինը բազմապես կապվում է ծայրահեղական այդ իսլամի հետ։ Օրինակ եթե եկեղեցում մեկը մտածում որ օրինակ Արցախը մեր հայրենիքն է,
ինքն ասում եմ դա ֆունդամենտալիզմը, ծայրահեղական են, բայց ֆունդամենտալիզմ եզրույթը իհայտակի քրիստոնեական միջավայրում եւ նախնական իմաստով այդ կատեգորիայի մեջ են դասակարգվել ամերիկյան որոշ հակառեֆորմիստական եկեղեցիներ, գիտենք որ այտենց քրիստոնեական դիսկուրս կար մկային 10-ամյակ առաջ 100 տարի առաջ միգուցե նաև ամերիկայում այդ հակառեֆորմիստական արմատական եկեղեցիներին ֆունդամենտալիստական են անվանում, այդ տերմինը քրիստոնեական միջավայրից, ամերիկյան քրիստոնեական միջավայրից եկավ արդեն իսլամական միջավայր, որ այդ ծայրահեղական կազմակերպություններին ծայրահեղականներին բանը սկսեցին անվանել ֆունդամենտալիստներ, արմատականներ։ Ինչ վերաբերում է այս կատեգորիայի մեջ դիտարկել հայ առաքելական եկեղեցուն, դա բանը քայքայիչ, վտանգավոր դեմագոգիա եւ պոպուլիզմ, պիտակում եւ որը շատ վատ բանի կարող է բերել։ Ես անդադ այս միտքը ասում եմ, ինչ ասում եմ, երկրորդ բառը ասում եմ, սա կարող է վատ բանի բերել, բայց իսկապես էս ոսը դու անդադ ասես սա կարող է տեսնում եմ, որ կարող է վատ բանի բերել։ Բոլորը ուրախ են, բարքավճար են ստանում, բանտ դու ես անդադ այդ ասում չգիտեմ։ Թմբուկը բանը։ Որտեղ որ կա ինչ-որ ծայրահեղական բան, դա պետք է արմատախիլ արվի, չէ՞։ Այո։ Ընդհանրապես այս բաներին արմատախիլ են անում, չեզոքացնում են։ Այսինքն նմանատիպ գործողություն կարող է լինել նաև եկեղեցու դեմ եւ ըստ էության դա էլ անում են, էլի քայքայում են, չանում են, հենց այդ է process ընթացքի մեջ ծայրահեղական, այսինքն Նիկոլ Փաշինյանը հղում է անում Ադրբեջանի հոգևոր առաջնորդին Փաշազադեին, որը նույնպես ասում էր, որ հայ առաքելական եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի բոլոր երկրների համար, ու էլի այդ մագդիրներն էր շռայլում Էջմիածնի հասցեին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հղում անելով այդ հայտարարություններին էլ ավելի է հեռուն գնում եւ արդեն համեմատում է Ալ-Կաիդայի հետ, այլ ծայրահեղական կազմակերպությունների հետ, բայց սա բանը եթե ասած գիտական տեսանկյունից նայում հիմարություն է, բայց եթե քաղաքական տեսանկյունից նայում, սա ծանրագույն մեղադրանք է, որը չի կարող հետևանքներ չունենալ եւ չգիտեմ էլ ինչ ասեմ, այս ամեն ինչը շատ դատապարտելի է։ Գրառում եմ կատարել բնականաբար արձագանքել եմ, բայց շատ հետաքրքիր բան ասացի, ես այդ Փաշազադեի մասին չէի անդրադարձել, որովհետև այդ պահը մոռացել էի, եւ այս պայքարը եկեղեցու դեմ այնքան մխրճվեց, այսպես խճճվեց, այսպես խառնվե իրար բան, որ արդեն այդպես այն նախնական ասված թեզերը բավականին տրանսֆորմացվել են։ Օրինակ նկատեցի, որ չեն ասում, որ կաթողիկոսը երեխա ունի բան, որտեվ բոլորը որ անդադ նոր բաներ են բերում, այս ինֆորմացիոն շոկի մեջ են ուզում պահել։ Հիմա էլ բանը բերել էին բանը, որ ուղղափառ բանն ավելացրել։ Հա, դու ուղղափառի մասով շատ ուժեղ արձագանքել ես։ Մեծ այդ մասն էլ անդրադառնանք, էլի։ Պնդում են, որ եկեղեցին կեղծել է Գարեգին երկրորդը կեղծել է Նախիջևանի թեմի կանոնադրությունը։ Ռուսաստանի եւ Նորնախիջևանի։ Այսինքն եկեղեցու անվանումը փոխել է, լավ, կեղծել է, ոնց են, իրանք մեղադրանքը ոնց է։ Եկեղեցու անվանումը նախ շատ գեղեցիկ արձագանք։ Եկեղեցու անվանումը չի փոխվել, հայ առաքելական եկեղեցին ուղղափառ է եւ տարօրինակ կլինի, եթե որևէ եկեղեցի իրեն ուղղափառ չհամարի, եթե չգիտեք ինչ նշանակում ուղղափառ։ Ասա էլի մարդիկ բացեք բառանը, այսինքն ուղղադավան, ուղիղ փառաբանող Քրիստոսի հավատքի, Քրիստոսի վարդապետության ճշմարիտ եւ անշեղ հետևորդ, այսինքն Քրիստոսի վարդապետությունից չշեղված այլ ուղղություններում։ Ինքը համարում է, որ ինքն է ուղղափառ։ Դա նշանակում։ Չերենք ասում են ռուսական եկեղեցուն ռևերանս արել, փոխել է մեր եկեղեցու անունը։ Մեր եկեղեցու անվանում մեջ չկա ուղղափառ բառ։ Գիտեք, այդ անվանումները ուղղակի մագդիներ են, կաթոլիկ, բողոքական, ուղղափառ եւ եկեղեցիների տարբերությունները չեն բնորոշում, դրանք հարյուրամյակների ընթացքում ուղղակի ավանդույթի ուժով ամրապնդվել են ու ամրացել են այդ անվանումները։ Եկեղեցիների տարբերությունները հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել իրենց դիրքորոշումների վրա այս կամ այն հարցի վերաբերյալ այդ դիրքորոշումներն են առանցքային այս տիեզերաժողովի նկատմամբ, այս հարցի վերաբերյալ անուններով ոչինչ չի որոշում։ Հայ առաքելական եկեղեցին ուղղափառ է, դասակարգվում է արևելյան ավանդական 5 ուղղափառ առաքելական եկեղեցիների ցանկում, դրանք որոնք են եթովպական, հնդիկ մալաբար, ասորական մի քանի հատ կա կոնկրետ հենց ասորի ուղղափառ եկեղեցի, որը մոռացա Ղպտի, ասորի, եթովպական, հնդիկ մալաբար եւ հայ առաքելական
5 ավանդական ուղղափառ արևելյան եկեղեցիներ են սրանք։ Այսինքն իշխանության ես մի մեղադրանքներ էր, այտենց այդ հիմարությունների շարքից է։ Ընդհանրապես, եթե գանք Ահա, նա կեղծել է։ գանք այդ ուղղափառ միջավայրին։ Այդ ուղղափառ միջավայրում բավականին անհանդուրժողական վերաբերմունք ունեն այլ եկեղեցիների նկատմամբ։ Խոսքը բյուզանդական եկեղեցին վերաբերյալ է, որից ճյուղավորվել են ռուսական եկեղեցին, վրացական եկեղեցին, բավականին անհանդուրժողական եկեղեցիներ են, հայ առաքելական եկեղեցուպես փափուկ չեն։ Եվ հիմա առաջին հայացքից հայ-ռուսական այդ եկեղեցական հարաբերությունները կարող են շատ հանգիստ, կայուն, կառուցողական լինել, բայց խորքում կա խորը հակասություն, խորաատելություն, այսպես ասենք, Մեկը մյուսի նկատմամբ։ եւ մենք բազմաթիվ ենք լսել այսպիսի հայտարարություններ ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդների, նայ սպասավորների, առանձին հոգեվորականների կողմից, որ հայ առաքելական եկեղեցին հերձվածող է, մոնոֆիզիտ է, եվտիքեական է, այսինքն մերժելի է։ Մոնոֆիզիտները ես շատ լսել։ Կբացատրես ինչ նկատի։ Մենք ինչն է մեր սխալը ըստ իրանց, ըստ ռուսական եկեղեցու։ Քրիստոնեական պատմության ամենամեծ այդ բանավեճերից մեկը վերաբերում է Հիսուս Քրիստոսի բնությունների հարցին։ Աստված մարդ առանձին, թե միաժամանակ աստվածամարդ։ Մենք ասում ենք ունի մի բնություն, աստվածամարդ շատ պրիմիտիվ են բացատրում, իրանք ասում են, չէ, կա Աստված եւ կա մարդ, որոնց միությունը անխախտ է։ Այսինքն մեր ու ռուսական եկեղեցու տարբերությունը սա է։ Իրանք քաղկեդոնական են, մենք քաղկեդոնական ենք։ Սա շատ լուրջ հարց է եկեղեցական կյանքում։ Այսինքն մեղադրել մեր եկեղեցուն, որ մեր եկեղեցին գնացել է, ձուլվել է, Մոսկվայում դարել է, ուղղափառ։ Դա ֆունդամենտալ ապուշություն։ Բայց մենք ինչի համար է դա ավելացրել այդ ուղղափառ բառը։ Օրինակ, չգիտեմ, Ֆրանսիայի եթե նայել եմ կայքը, մտնում ես հայ-առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի կայք։ Այո։ Եկեղեցու պատմության բաժնում գրում է, որ մենք օրթոդոքս ենք, ուղղափառ արևելյան եկեղեցի ենք, բայց վերնագրում չկա հայ առաքելական ուղղափառ եկեղեցի։ Բուլղարիայի, Վրաստանի, եթե չեմ սխալվում, Ռուսաստանի թեմերում, որոնք ուղղափառ երկրներ են, ուղղափառը կա։ Ինչի համար, որ ցույց տանք հայ առաքելական եկեղեցի, դա մարքեթինգային քարոզչական հնարք է, ցույց են տալիս, որ մենք էլ ենք ուղղափառ, մենք հերձվածող չենք, դրանից պակաս չենք եւ Հիսուս Քրիստոսի վարդապետության ճշմարիտ հետևորդներ ենք։ Այսինքն քարոզչական հնարք է դրանց դեմ պաշտպանվելու, որոնք անհանդուրժողական են այդ ուղղափառ եկեղեցիները։ Օրինակ ֆրանսիական միջավայրում այդպիսի բան չկա, Ֆրանսիան բավականին սեկուլարիզացված կամ կրոնաթափված երկիր է, աթեիստական, ճիշտ է բնակչության մի զգալի մասը կաթոլիկ են, բայց այդպիսի հարցեր չկա եւ նորմալ այտենց ինչ-որ դիմադրության հարց չկա այլ եկեղեցիների, բայց պատմության մեջ նշվում է այդ հատվածը գցել է սկրինի արա, որ օրթոդոքս եկեղեցի, այսինքն ուղղափառ, բայց վերնագրում չկա, այստեղ պետք էր ինձ թվում է շեշտել, որ ուղղափառ եկեղեցի է, որպես մարքեթինգային քարոզչական հնարք։ Այսինքն որովհետեւ այտենց անվանում չեն փոխել հայ առաքելական եկեղեցին այտենց Օրինակ ես առարկա էի անցնում համալսարանում սովորելուց հայաստանյաց առաքելական սուրբ եւ ուղղափառ եկեղեցի։ Առարկա եմ այդպես անցել, այսինքն ես միշտ մտածել եմ, որ դա պարտադիր մագդինեից մեկն է ուղղափառը, բայց հայկական միջավայրում դա չի շեշտադրվում։ Դրա անհրաժեշտությունը չկա, բայց ուղղափառ միջավայրում Ռուսաստանում, Բուլղարիայում, Վրաստանում, Հունաստանում միգուցե դրա անհրաժեշտությունը կա շեշտադրել, որտեղ անհանդուրժողական են։ Արի չմոռանանք ասենք, որ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ քրեական գործեր են հարուցել։ Եվ ես ծիծաղում եմ, ինչի վրա, որ քրեական գործ են հասցնել խորհրդի նիստը արձանագրողի նկատմամբ, քահանան, քարտուղարը խորհրդի, որ ձայնի իրավունք չունի, խորհրդի անդամ չի, իր վրա են քրեական գործ հարուցել, կանչը քնչական, եւ մենք կանխատեսել ենք սերիայնակիցները, որ սա արվում է, որ Ավստրիայում նախատեսված Գերագույն հոգևոր խորհրդի նիստը չկայանա։ Մարդիկ ասում են, բախի են Ավստրիայում նիստանում, չէ՞ մենք անկախ երկիր ենք, ինքնիշխան Հայաստանը, բան, պետք է մարդիկ հասկանան, որ քանի որ իշխանությունը ահաբեկչական արշավ է մղում Ավստրիան երաշխավորել է անվտանգությունը եկեղեցու դեմ, բնականաբար միջամտելու են, խանգարելու են, դա համար մարդիկ որոշել են, որ դրսում հավաքվեն, որ կանան հանգիստ խոսան, որովհետև իրանք հենց հիմա հետապնդվում են։ Ասենք ոնց որ բոլշևիկների ժամանակ են հետապնդվել, հենց էլ ասենք հիմա են հետապնդվում։ Եկեղեցու դեմ եկեղեցին, որ ասում են, եկեղեցին ձուլել է ուղղափառ բառ ավելացնելով։ Նախ հիմարություն է, այդ բառը ոչ մի բան չի փոխվում եւ ոչ մի բան չի ավելանում, ոչ մի բան չի պակասում։ Արդեն ասացի թե ինչի, այ եկեղեցին ձուլել կլինի, եթե օրինակ Գարեգին երկրորդը փոխի պատարագի լեզուն։ Օրինակ, դարձնի լատիներեն կամ հունարեն կամ հին սլավոներեն կամ ընդունի քաղաքիդոնականությունը։
Քաղաքագիտունի տիեզերաժողովը հայ առաքելական եկեղեցին ընդունում 3 տիեզերաժողովներ Նիկեա, Եփեսոս չէ, գնանք Նիկեա, Կոստանդնուպոլիս, Եփեսոս քաղաքագիտունի տիեզերաժողովը չենք ընդունում ենք դա ընդունի չգիտեմ այլ պատկերապաշտությունը ընդունի Իսկ կարող ասենք իշխանությունը բերի մի այնպիսի կաթողիկոս կարգի ինչ որ պահից հաջողվի էս որ ընդունենք քաղաքագիտունականությունը հա որ ընդունենք քաղաքագիտունականությունը մեծ հաշվով տեղից չես կարող մտածես որ կձուլվես ինչի որտեվ այդ ուղղափառ եկեղեցիները օրինակ եթե դառնում ենք ուղղափառ եկեղեցի այլ ոչ թե կաթոլիկ ուղղափառ եկեղեցիները անանդուրժող են այլ եկեղեցիների նկատմամբ բայց իրանք իրար մեջ բավականին դեմոկրատական են որտեվ տեսեք եթե կաթոլիկ եկեղեցին կառավարվում է մի կենտրոնից բացառապես Հռոմից այո իսկ ուղղափառ եկեղեցում հիերարխիա չկա ուղղահայաց եւ կան տարատեսակ ազգային եկեղեցիներ ավտոկեֆալ չգիտեմ ռուսական եկեղեցի ամերիկայի ուղղափառ եկեղեցի հունական եկեղեցին տվեց ուկրաինայի ավտոկեֆալ Կոստանդնուպոլսի պատրիարք տվեց եւ դրա համար հիմա իրենք Մոսկվայի հետ կապը դադարեցված այլևս իրար հետ հաղորդակցության մեջ չեն երկու եկեղեցին եղբայրական կապ չկա բարդ հարաբերություններ եւ այսինքն այդ դեմոկրատական համակարգն կա, այսինքն վրաց ուղղափառ հիմա վրացիները վրացական ռուսական եկեղեցիները նույնն են, նույն ուղղափառ եկեղեցին, որի լեզուն է տարբեր։ Հիմա որ երկուսն ուղղափառ են բխի վրաց եկեղեցին չի ձուլվել։ Այսինքն դա պրիմիտիվ չէ, էլի Վահագն Ալեքսանյան ջան։ Տենց ուղղափառ բառը ավելացավ եկեղեցին ձուլում է։ Բա վրաց ու ռուս, հուն եկեղեցին նույնն են, նույն ամբողջությամբ նույն դավանանքը ունեն, նույն վարդապետությունը, ուղղակի լեզուն ու ծեսն է մի քիչ տարբեր։ Այսինքն օրական գտնում են իրանց օգտին, իբր թե իրանց օգտին ծառայող ինչ որ փաստարակ, որը նորից էլի կիրառվում է եկեղեցու դեմ։ Անհետեցություն է էլի։ Այս պայքարի շրջանակներում։ Հա, եւ նաեւ վարչապետն ասեց, որ իրանք իրավունք ունեն քաղաքականությամբ զբաղվեն, բնականաբար սահմանադրության մեջ չկա նման բան, օրենքներով չկա որևէ արգելք, բայց մենք դեպք է չունենք էլի, որ ասենք օրինակ եկեղեցականները բան են արել, կուսակցություն են ստեղծել, մասնակցել ընտրություններին։ Ոչ թե քաղաքականությամբ զբաղվելը դա է, էլի, չէ՞։ Այսինքն կարծիք արտահայտելը չի քաղաքականությամբ զբաղվելը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ուզում է մատ եկեղեցի, որ ինքը ինչ անի, իրանք սուս մնան։ Հա, սուս մնան, իրական Հայաստանի, ասենք, թեզերը ջատագովեն, սրտիկներ անեն, Սփյուռքի հետ կապ չունենան, պատրակի ժամանակ սրտիկներ Ինչ-որ տենց ձևի ինչ-որ իրավիճակ եւ բնականաբար այս ընտրությունների ժամանակ դա որոշվելու է, էլի, տենց կմնա, թե եւ այդ ամեն ինչը ճյուղավորվում է այն քարոշական թեզից, բխի առաջ չէին խոսում։ Մարտի 1-ի ժամանակ, չգիտեմ երբ։ Ախպեր լավ պայքարել է որ խոսան, չէ։ Միշտ քննադատել որ խոսան, սկսել են խոսալ, ეხեք իրանց դեմ։ Արցախի կորուստը Ստրագեջան դուք համեմատում եք այդ մարտի 1-ի հետ եւ ներքաղաքական զարգացումների, ուրեմն դուք չգիտեմ անխելք եք։ Այո, ասենք մեկը բացարձակ անհամեմատելի։ Ինչպես մոտենում ենք ավարտել այս եկեղեցական հարցերի մեջ մի քիչ շատ խճճվեցինք, բայց ինձ թվում է կարացա չէ բացատրել։ Հա, ինձ թվում է կարացա, ինչի եմ ասում, որովհետեւ շատ մարդիկ դե հիմա դու աստվածաբանության ոլորտում կրթությունը աստվածաբանության դոկտոր։ Դե դոկտոր չես, բայց լավ, կարաս դոկտոր էլ ես, բայց ուսում ասեմ, այդ ոլորտի կրթություն է ստացել։ Գիտեք, որ ես երբ ընդունվել էի այդ ֆակուլտետ, բակալավր։ Իրավաբան եմ ես, չեմ կարող այդ հարցը։ Մարոկյան, որ ընդունվել էի, դա վնուշկվել է, էլի, գներեք այս բառը օգտագործել եմ, ասում եմ, ուսում է Իրանագետը կդառնա, չգիտեմ, պարսկերին թարգմանի։ Այո։ Իրավաբանը կդառնա իրավաբան, միջազգայնագետը, չգիտեմ, կդառնա դիվանագետ, այդ ֆակուլտետ ընդունված է։ Ես ինչ պիտի անեմ, ումա պետք է իմ եկեղեցիները, բաները, այս պատմությունը Էս այ որտեղ պետք եկավ։ Հետո անցան տարիները նորը ֆիքսեցի, որ ասում եմ, սա սովորածը բարձվում է հիմա շատ ակտուալ է, որովհետև այն ինչ որ հիմա համարվում էր մեռած տերմին, մենակ աստվածաբանության եւ փիլիսոփայության տիրույթում էր քննարկվում, այսօր դարձել են բան ակտուալ հարցեր։ Նիկոլ Փաշինյան շնորհիվ քո կրթությունը այսօր արդեն սկսեց պետք գալ։ Դու չես գնահատում այդ մարդու գործունեությունը, արածը։ Ես մոռացա ասեմ, որ ալեկոծվել է Վրաստանը։ Վրաստանում ընդդիմությունը եւ փորձագետները, ԶԼՄ-ները, քաղաքական գործիչները, կարծիքի ձևավորողները, հա, այդեն շատ ալեկոծված քննադատական հայտարարություններ էին ուղղում դեպի իշխանությունը, որ այ ձերս ապազգային կառավարման արդյունքում Միացյալ Նահանգները մեր հետ չի հարաբերվում եւ մենք ետ ենք մնում ռեգիոնից, նաեւ Միխայել Սաակաշվիլին բանտից տվայտվում էր ինչ-որ հայտարարություններ հանդիսալիս ջան, ինչն էի տապետ։ Եվ այնքան ստիպեցին, որ Կոբախիձեն հայտարարություն արեց, որ Միչանսկի համար դե եկերա Զանգեզուրի Միչանսկի համար ինչ եք ուզում։ Ես հիմա մի բան ասեմ։ Դա էլ ասա ու փակ եք հաղորդում։ Վրաստանի ամենաշահեկան վիճակում է տարածաշրջանում։ Որտեվ իրանց հաջողվեց մի շարք փոթորիկներ շրջանցել
եւ ինչ որ հանգստության մեջ լռվել, հա, այդ բառը օգտագործեմ։ Իսկ մենք գնում ենք, մենք եւ Ադրբեջանը նաեւ իր կամքից անկախ միգուցե գնում ենք դեպի փոթորիկ։ Վրացիները հիմա շատ ավելի շահեկան վիճակում են, ռուսների հետ ունեն կային հարաբերություններ, Ամերիկայի արևմուտքի հետ ունեն ինչ որ ունեն, եւ հիմա հանգիստ վիճակում են։ Միգուցե այդ լավա որ իրենց չեն նկատում, որտեղ հիմա անցած անգամ էլ ասացինք, միգուցե ավելի շահեկանա լինել աննկատ, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի պես հպարտանալ, որ տեսեք Հայաստան ինչ մարդիկ են գալիս, Հայաստանին, չգիտեմ, անօթաչուներ են վաճառում, այս մեր ժողովուրդը կամ ժողովրդի մի մասը չեն ուզում հասկանալ, էլի, այդ ոգևորված, ուրախացած ամերիկյան գունավոր ծամոնով, այդ հռավարությամբ, այդ գույներով չեն ուզում հասկանալ։ Հայաստանը միշտ էլ կարող էր այդպիսի բաներ անել, բայց չէր անում, որովհետև կար Ղարաբաղը։ Չէ, օրինակ խոսքի որ մեր նախագահը հրաժարվեր Ղարաբաղից եւ միջանցք տար, որ չգային Ամերիկայի նախագահ։ Որ Լևոնը, Ռոբերտը, Սերժը հրաժարվեն։ Եմը բոլոր ղեկավարները գային սա Հայաստան, չէ՞։ Եվ երբ մեկ տենց բան։ Իհարկե։ Իհարկե։ Ինչի Հայաստանը չէր կարողանում այն ժամանակ ամերիկան անօթոչ ԱԹՍ-ներ գնել, որովհետև կար Ղարաբաղի հարց։ Եվ ես մի բան էլ այդ ամերիկյան զենքի հետ կապված մի բան ասեմ։ Դա պետք չէ տոնածառ դարձնել հրավառություն, գույներ, փուչիկներ։ Այդ հարցերին պետքա վերաբերվել պրոֆեսիոնալ։ Մեզ այդպիսի զենք պետք չի, այդպիսի զենք մենք կարող ենք օգտագործել։ Այդ քանակությունը մեզ հերիք չի։ Մենք այդ սուերի տխրահարճակ պատմությունը լավ եք էլի հիշում։ Սուերի պատմության նման վատ ես որ հիշում եմ այդ իմ հարցերը պաշտպանության նախարարին սուերի հետ կապված փակնիստում եւ հետո ինչ եղավ, չգիտեմ, չեմ ներում ես այդ իմաստով։ Շուտի բանակը դիվանագիտությունը մի փոքր ավելի լուրջ բաներ են, բայց այս մարդիկ էլի այդ դա արի փակենք այսօր։ Տոնածառ, գունավոր խաղալիքներ, հռավարություն, փուչիկներ, բրավո։ Այսօրվա հաղորդումը փակենք մի փոքր հումորով, որ ԱՄՆ փոխնախագահի այցից առաջ Հայաստանում բազմաթիվ փորձագետներ մտածում էին Ջեյմս Դեյվիդ Վենսը դա 3 տարբեր մարդիկ են եւ վերջապես այս այցի արդյունքում նրանք իմացան որ դա մի մարդ է։ Այդ նույն մարդիկ մինչեւ հիմա գիտեն թե որ Խավին եւ Ինիեստան, Մարքսը եւ Էնգելսը նույն մարդիկ են։ Այո, Անուն ազգանուններ են։ Խավի Ինիեստա, Մարքս Էնգելս եւ Ջեյմս Դեյվիդ Վենս։ լավ մնացեք սիրելի հայրենակիցներ, տարածեք մեր այս ոդքասթը, միացեք ալիքին, միացեք Կարփիս YouTube-յան ալիքին եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։